Թե մենք չընտրվենք հունիսի 7-ին, թրիփ չի լինի։ Խաղաղություն էլ չի լինի։ Հայաստական բանականությունն էլ չի լինի։ 4 միլիարդ դոլար ներդրումն էլ չի լինի։ Դրանք չեն լիներ։ Իրանք ասում են, որ եթե իրանք չլինեն, խաղաղություն չի լինի, պատերազմ կլինի, թրիփ չի լինի։ Մի խոսքով արևը այլևս չի ծագի։ Հիմա մեկը չկա իրանց բացատրի, որ արևը ծագում էր մինչև ձեզ, ու այդ արևը ծագում էր նաև հայկական Արցախում։ Այդ նույն արևը ծագում էր նաև այն 5000 կյանք չտեսած երեխեքի վրա։ Այդ նույն արևը ծագում էր Սփյուռքի հայի վրա, երբ որ Սփյուռքի հայը հպարտ էր քայլում որպես հայ, արժանապատվությամբ էր ասում՝ ես հայ եմ։ Ու այո, եթե դուք գնաք շատ բան է փոխվելու։ Վերջապես եկեղեցի գնացող հավատավորը էլ չի մտածելու, որ եկեղեցի գնան, որ հանկարծ սրբազանը տիրադավ չլինի, որ եկեղեցի գնան, որ քահանան քահանա լինի, ոչ թե կարգալույծ արված աշխարհիկ։ Ու պատերազմ էլ չի լինի, որովհետև դուք ամենաշատ պատերազմ բերած ղեկավարներն եք այս երկրում։ Ու հա, ձեզանից հետո եկողին ուզում եմ ասել, որ դժվար է լինել։ Պետք է նենց անես, որ հայերը նորից սկսեն իրար սիրել։ Քեզ դժվար է լինելու, բայց վստահ եմ, դու ուժեղ կլինես։